Մերձավոր Արևելքը ապրում է իր նորագույն պատմության ամենավտանգավոր փուլերից մեկը։ ԱՄՆ-Իրան բանակցությունները փաստացի փակուղի են մտել, դիվանագիտական գործընթացը քայքայվում է, իսկ ուժի կիրառման հավանականությունը օրեցօր աճում է։ Թուրքվելուծաբան, լրագրող եւ արտաքին քաղաքականության փորձագետ Էմրե Դիները զգուշացնում է, իրավիճակը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իրանի առաջնորդ Ալի Խամենեին պետք է շատ մտահոգված լինի, պարզ ուղերձ է։ Սա ակնարկ է, որ հնարավոր հարվածները կարող են ուղղված լինել Իրանի բարձրաստիճան ղեկավարության դեմ։ Դիների խոսքով նման զարգացումը կարող է Թեհրանում ստեղծել կառավարման խոր ճգնաժամ։ Եթե ԱՄՆ-ին հաջողվի թիրախավորել Իրանի քաղաքական կամ հոգևոր ղեկավարությանը, դա կարող է լրջագույն ճեղք առաջացնել որոշումների կայացման համակարգում։ Այդ վակումը կարող է լցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսով, ինչը կնշանակի, որ Իրանը կմտնի փաստացի ռազմական կառավարման փուլ։ Թուրքվելուծաբանի գնահատմամբ նման սցենարը վտանգավոր է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Իրանի դեմ լայնածավալ հարվածները կարող են Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին ներքաշել լայն տարածաշրջանային պատերազմի մեջ։ Եթե Իրանը հարվածի Հորմուզի նեղուցում նավերին կամ էներգետիկ ենթակառուցվածքներին, նավթի գինը կարող է հասնել մինչև $200 մեկ բարելի համար։ Էներգակիրների գների կտրուկ աճը կհանգեցնի գնաճի ամբողջ տարածաշրջանում, իսկ Մերձավոր Արևելքի անկայունությունը կխորացնի միգրացիոն ճգնաժամը ուղղված դեպի Եվրոպա։ Թուրք փորձագետի համոզմամբ Միացյալ Նահանգների ճնշումը Իրանի վրա ունի նաև լայն աշխարհաքաղաքական նպատակ։ Վաշինգտոնը փորձում է թուլացնել Իրանը ոչ միայն միջուկային ծրագրի պատճառով, այլ նաև Չինաստանի հետ գլոբալ մրցակցության շրջանակում։ Իրանը վերահսկում է Պարսից եւ Կարմիր ծովերի առանցքային ծովային ուղիները, ինչը ռազմավարական նշանակություն ունի Պեկինի համար։ Այս ֆոնին տարածաշրջանի երկրները փորձում են ակտիվ դեր խաղալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կարևոր է նաև Իրանի համար։ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Դա կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր երկրի, այլ նաև Հայաստանի եւ Իրանի համար։ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճով եւ պատրաստ է աջակցել դրա նվազեցմանը։ Թուրքիան եւս փորձում է հանդես գալ որպես միջնորդ։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ռազմական միջամտությանը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածությունը, առանց տարածաշրջանը ներքաշելու նոր հակամարտության եւ քաոսի մեջ։ Ես հանդիպել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաջորդ օրը զրուցել եմ Իրանի նախագահի հետ, իսկ Իրանի արտգործնախարարի հետ Ստամբուլում անցկացրել ենք եռակողմ հանդիպում։ Մենք հստակ հայտնել ենք, որ դեմ ենք Իրանի դեմ ռազմական միջամտությանը։ Էրդողանի համոզմամբ խնդրի լուծումը միայն բանակցությունների մեջ է։ Խնդիրները չեն լուծվում բախումներով, անհրաժեշտ է պահպանել բանակցությունների հարթակը եւ թույլ չտալ, որ տարածաշրջանում նոր պատերազմ սկսվի, ասել է Էրդողանը։ Իրանը շրջապատող երկրները տագնապած են այն վտանգից, որ Իսրայելին ի վերջո կարող է հաջողվել Թրամփին մղել հարվածի, որը կբերի առավել մեծ էսկալացիայի, քան 12-օրյա պատերազմին։ Սակայն այս ինտենսիվ դիվանագիտական մաքոքում մի երկիր ակնհայտորեն բացակայում է՝ Հայաստանը։ Իրանի նախագահն ու արտգործնախարարը շփվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, արաբական երկրների հետ։ Հայաստան չկա, առնվազն հրապարակային դաշտում չկա որևէ տեղեկություն Երևանի եւ Թեհրանի միջև շփումների մասին։ Մյուս կողմից Իրանն էլ թերևս Երևանին իր ասելիքը ասել վերջացրել է եւ այլևս չի տեսնում սուբյեկտ, որի հետ կարող է խոսել կամ իմաստ ունի խոսել։ Ի վերջո, եթե Հայաստանի քաղաքականության նարատիվները որոշվում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատկերացումներով, ինչ իմաստ ունի խոսել Հայաստանի հետ, եթե կարելի է ամեն ինչ խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Տխուր ու մտահոգիչ պատկեր է, բայց այն այլևս ենթակա է փոփոխության միայն ու միայն Հայաստանում հասարակական քաղաքական իրավիճակի խորքային փոփոխության պարագայում։ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ չափից շատ ցանկանա, այլևս որևէ կերպ ի վիճակի չէ փոխել այն դրությունը, որի մեջ դրել է Հայաստանը 2022 թվականից ի վեր։ Մինչ տարածաշրջանը կանգնած է մեծ պատերազմի շեմին, Հայաստանը հայտնվել է քաղաքական լռության եւ սուբյեկտության կորստի մեջ, եւ այս իրավիճակը փոխելու համար այլևս բավարար չեն հայտարարությունները կամ ձևական այցերը։ Այստեղ պահանջվում է խորքային քաղաքական փոփոխություն, ամփոփում է փորձագետը։ Ֆրիդա Ղազարյան, Վարդգես Հովհաննիսյան, TV News։